Պարոն Մեհրաբյան ցեղասպանության 111-րդ տարելիցի իր ուղերձում վարչապետ Փաշինյանը ասում է, որ արդարության վերականգնման կոչերը ըստ էության անընդունելի են, կարևորում է խաղաղությունը, կարևորում է անկախությունը եւ նշում, որ հենց այս հանգամանքներն էլ կարևոր են այլևս ցեղասպանություն թույլ չտալու համար, որքանով եք կիսում նրա տեսակետը արդարության վերականգնման կոչերի անընդունելիության վերաբերյալ։ Հայոց ցեղասպանությունը, որի սկիզբը եղավ 111 տարի առաջ այսօրը, երբ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին եւ արտադատական հաշվեհարդարի ենթարկվեցին հարյուրավոր հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ, երևելի դեմքեր եւ դրան հետևեց մի մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկը 20-րդ դարի դա տեղի ունեցավ մի բանի համար, որպեսզի հայ ժողովուրդը իր բնորանում պետություն չունենա։ Այո, արդարությունը պետք էր։ Այդ արդարությունն արդեն տեղի է ունեցել նրանով, որ գոյություն ունի միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետություն իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով, միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Ահա լավագույն արդարության ակտը, որը տեղի է ունեցել։ Եվ հիմա արդարության մասին խոսակցությունները ես պատկերացնում եմ, որ տեղավորվում են այս պետությունն ամրապնդելու, մեր ազատությունները պաշտպանելու, մեր ժողովրդավարությունը պաշտպանելու, մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ այն պաշտպանելու աչքի լույսի պես եւ բարեկեցություն, զարգացում ապահովելու ձևով մեր պետության համար, մեր ժողովրդի եւ դրանով իսկ Հայաստանին օժտելով ձգողական մի մեծ ուժով ողջ աշխարհասփյուր հայության համար։ Այնպես է դասավորվել պատմության ընթացքը, որ Հայաստանից դուրս հայերը կրկնակի ավելի շատ են, քան Հայաստանի Հանրապետությունը։ Նաև այո հայրենադարձության մագնիս վերածվելով։ Ես այսպես եմ հասկանում արդարությունը։ Դա մեկնաբանության հարց է, թե ով ինչպես կվերաբերվի վարչապետի ասածին, ես դա հասկանում եմ հենց այդ ձևով։ Եվ կարևորում եմ, որ մենք այս ապրիլի 24-ը որպես նաև առիթ ենք տեսնում վերաիմաստավորելու մեր անցած ճանապարհը եւ երբ ասում ենք այլևս երբեք, մենք պետք է հասկանանք ինչ ասել է այլևս երբեք, ինչպես։ Եվ պատմությունը տվել է այդ պատասխանը։ Պատմությունը տվել է այդ պատասխանը պետություն դառնալով, պետություն լինելով եւ որպես պետություն զարգանալով։ Չկա ուրիշ ճանապարհ նման դեպքերը բացառելու։ Մենք տեսնում ենք, ապրում ենք անհանգիստ աշխարհում, որտեղ ամեն ինչ էլ տեղի է ունենում, այո, ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Ում հետ, ովքեր չունեն պետություն։ Եվ հայ ժողովուրդը իրեն պաշտպանելու ամենահզոր վահանը այլևս ունի, դա Հայաստանի Հանրապետություն։ Եվ այս առումով կան վտանգներ ընդհանրապես լուրջ վնաս հասցնելու այդ խաղաղությանը, այդ անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչ եմ հարցնում, պարոն Մեհրաբյան, որտեղ առաջիկայում ընտրություններ են եւ անդադ տարբեր կարծիքներ են, որ սա պատմական ընտրություն է Հայաստանի կյանքում, պատմահեղափոխական ընտրություն է, որ սա պատերազմի եւ ոչ պատերազմի միջև ընտրություն է, իսկապես այդպես է։ Չափանիշը մեկն է։ Ցանկացած վնաս, որ հասցվում է կամ կարող է հասցվել պետությանը, հանգեցնում է նման դեպքը կրկնվելու ռիսկի։ Հետևաբար, այո, մենք պետք է նաև մեր թե ներքին, թե արտաքին ռիսկերը նաև այդ տեսակետից դիտարկենք եւ կարողանանք կառավարել, թույլ չտալով որևէ վնաս հասցնել մեր պետությանը, մանավանդ պետության ներսում։ Եվ տարբեր արկածախնդիրներ, տաք գլուխներ, կիսագրագետներ
Այո, պետք է մի անգամ եւս նրանց գիտակցությանը հասցնել ընդհանուր պատճառը հետևանքային կապերը, հա, թե ինչից հետո ինչ է սովորաբար հետևում։ Եվ նաև այո, այս ամենը ենթադրում է գերբարձր պատասխանատվություն Հայաստանի ողջ քաղաքական դասի համար, որոնք այսպես տարբեր հոսանքներով, խմբերով, ազատ մրցակցության պայմաններում մասնակցում են եւ մասնակցելու են առաջիկա ընտրություններին եւս։